Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Այսօրվա հյուրս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շուտով Հայաստանի ազգային հավաքականը կրկին կընդգրկվի ընտրական փուլում։ Մենք նախորդ փուլում երկակի զգացողություններ ունեցանք։ Ալբանիայի հետ բավական լավ, Ավստրիայի հետ շատ վատ։ Իհարկե Ավստրիայի հավաքականի հետ այստեղի խաղում մեր մրցակիցը գերազանցեց բոլոր վիճակագրական տվյալները եւ մի պահ անգամ 3 միավորանոց նետումների արդյունավետությունը 70%-ից բարձր էր, որը սովորաբար 35%-ից չի անցնում լավագույն խաղերին, բայց այնուամենայնիվ մենք նկատեցինք խնդիրներ։ Դրանց մասին իհարկե կխոսենք, բայց գործընկերներս տեսանյութ են պատրաստել հենց այդ ընտրական փուլից, որից հետո վերադառնանք ու շարունակենք զրուցել։ Խնդրեմ։ Եվ այսպես այդ ընտրական փուլը սկսեցինք բավական լավատեսական նոտաներով եւ հատկապես երբ որ Վիեննայում ահագին լավ խաղ խաղացինք Ավստրիայի հավաքականի հետ, մեզ մոտ տպավորություն էր, որ Երևանում կարող ենք հաղթել եւ որպեսզի հաջորդ փուլ անցնենք, ամենակարևորը Ալբանիայի հավաքականին խոշոր հաշվով հաղթելն է։ Բայց հանկարծ ստացանք միանգամայն այլ պատկեր։ Վերլուծել եք, ինչն էր պատճառը։ Այո, գլխավոր պատճառներից մեկը դա մեր առաջատար խաղացողներից մեկի Գաբրիել Աճեմյանի բացակայությունն էր, մարշական շտաբի կարծիքն է այդպիսին։ Եթե նկատել եք երկու խաղերին, նա արտագնան խաղերին խաղաց եւ շատ լավ խաղաց, հատկապես Ալբանիայում, իսկ Երևանյան խաղերում նա չկար։ Եվ նրա բացակայությունը փաստորեն այդ միավորների տարբերության վրա ազդեց, նա փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, որը ցավոք չի կարգավորվում, նաև այս նոր ընտրական փուլից առաջ էլ դեռ չի կարգավորվել, եւ հավասար միավորներ ունեինք եւ գնդակների տարբերությամբ զիջեցինք մյուս լավագույն երկրորդ տեղին, ու եթե Ավստրիային Երևանում չպարտվեինք նման մեծ հաշվով, ապա դուրս կգայինք հաջորդ փուլ։ Ամեն դեպքում մեծ փորձ էր եւ հավաքականը երկարատև ընդդիմությունից հետո կրկին հանդես եկավ ընտրական փուլում։ Այստեղ անպայման պիտի նկատենք, որ ի վերջո մենք մեզ մեջ առաջինը հաղթահարեցինք փոքր երկիր լինելու բարդույթը, որովհետև վերջին տարիներին անընդհատ մենք որոշում էինք, մասնակցում էինք փոքր երկրների Եվրոպայի առաջնություններին, երկու անգամ հաղթեցինք, դա համարում էինք լավ արդյունք եւ կայացած իրողություն։ Ժամանակն էր արդեն, այո, հասկանալ, որ ի վերջո մենք կարող ենք ունենալ բասկետբոլ, որովհետև ունեցել ենք Եվրոպայի չեմպիոններ ենք ունեցել, խորհրդային միության հավաքականի անդամներ ենք ունեցել եւ լավ էր, որ այդ քայլը կատարվեց։ Բայց հիմա պիտի մտածել, այո, որպեսզի այդպիսի հաշիվներ չլինեն ու հավասարը հավասարի խաղանք։ Շուտով մեկնարկում է հաջորդ ընտրական փուլը։ Մեր մրցակիցները Բուլղարիայի եւ Նորվեգիայի հավաքականներն են։ Ինչ է արվել այս հանդիպումներից առաջ։ Ինչ նորություններ կան։ Կան արդյոք նոր բասկետբոլիստներ, ովքեր կհամալրեն։ Մարշական շտաբը ինչպես է աշխատում։ Կա արդյոք համաձայնություն մարշական շտաբում, որովհետև մենք գիտենք, որ այստեղ էլ շատ հետաքրքիր իրավիճակ է, Ռեքս Քալամյանը այդպես էլ չի կարողանում ժամանակ գտնել ու ամբողջովին նվիրվել հավաքականին, նրա բացակայությամբ ինչ-որ մեկը գլխավորում է հավաքականը, մի պահ նրա օգնականը, մի պահ Ղազանչյանը եւ այստեղից միայն տուժում է հայկական բասկետբոլը եւ Հայաստանի հավաքականը։ Խնդրեմ, ինչ է արվել այդ ընտրական փուլից առաջ։ Ցավոք համաշխարհային բասկետբոլի խնդիրներից մեկը հենց խաղացանքն է, Եվրոլիգա, NBA, FIBA խաղացանքները իրար խաչվում են եւ անդադ խնդիրներ են լինում։ Այդ խնդիրը մի քանի երկրներում կա, հատկապես եվրոպական երկրներում, նույնիսկ ժամանակին Եվրոպայի գործող չեմպիոնը չկարողացավ աշխարհի առաջին ուղեգիր նվաճել, որտեվ մեծ թվով կադրեր ուներ NBA-ում, որոնք չէին գալիս եւ տենց абսուրդ վիճակ ստեղծվեց։ Խորվաթիան երկար ժամանակ չէր կարողանում։ Մեր պարագայում միայն այս պահին մարզիչի հարցն է եւ որոշ խաղացողներ կան, որոնք NBA-ում չեն, բայց ուսանողական լիգաներում են եւ էլի խնդիր է լինում։ Մենք հարցին արդեն լուծում գտել ենք Ալբանիայի խաղին
շատ հաջող իր նորամուտը նշեց Սերբ մարզիչ Բոգդան Կարաչիչը եւ նա շարունակի աշխատել նաեւ այս ընտրական փուլում նա արդեն անցել է իր պարտականություններին կազմն է արդեն հստակեցնում թե ովքեր կլինեն նոր անուններ կարծում եմ այո կլինեն այս պահին մոտ 20 հոգի հրավեր է ստացել բայց մարզիչը ավելի խաղերի մոտ հետևում է ակումբների ելույթներին քանի որ մեծամասնությունը հանդիպումներ ունեն Եվ ամառը Երևանում կայացավ Եվրոպայի առաջնությունը 20 տարեկանների, այնտեղ էլ արդեն նոր տղաներ կային, նույն Վալերի Աղաջանյանը, որը Լեհաստանում է խաղում, բարձրահասակ խաղացող է, ու նա էլ է հրավեր ստացել եւ ըստ երևույթին ռեալ շանս ունի իր նորամուտը նշել նաեւ ազգային հավաքականում։ Արդեն կախված է մարզավիճակից, վնասվածքներից եւ ըստ դրա վերջ 12 խաղացողները հայտնի կդառնան երևի մոտ 1 շաբաթ առաջ խաղերից։ Այսինքն ուսումնամարզական հավաք Երևանում է լինելու։ Միանգամից արդեն Բուլղարիայում կլինի, 4 օր առաջ կհավաքվի թիմը այնտեղ, հետո արդեն Բուլղարիայի խաղից հետո կգա Երևանում կմրցի Նորվեգիայի հետ։ Երևանում այս անգամ խաղալու ենք ոչ թե համալիրում, այլ Միկա մարզահամալիրում նախկին Միրզի։ Երկրպագուների բանակը նվազեց։ Երկրպագուների բանակը չի նվազել, բայց ցավոք համալիրը շատ թանկ հաճույք է այսօր եւ ֆինանսավորումը զգալիորեն կրճատվել է, նույնիսկ ասեմ, որ հարցականի տակ էր ընդհանրապես մասնակցությունը հավաքականի, որովհետեւ նախորդ ընտրական փուլի ավարտից հետո անորոշություն կար ու այս պահին ոնց որ նվազագույն պայմաններով ֆինանսավորումը եղել է պետական, որը բավարարում է միայն, ասենք, փոքր մարզադահլիճը վարձակալելուն։ Համալիրը թվերը, քանի որ կոմերցիոն բանել են պարունակում, չեմ ուզում հրապարակեմ, բայց ամեն դեպքում համալիրը մոտավորապես 20 անգամ ավելի թանկ է։ Սենց հա լրիվ փակագծերը չբաց սպորտի կառավարման կենտրոնի դահլիճը, բայց պատրաստ է կարծեմ այնտեղ։ Այո, այնտեղ բավական լավ վիճակ է։ Այնտեղ լավ վիճակ է, ամառը 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ մեծ աշխատանք տարվեց, վերանորոգվել է, նոր գույք կա եւ այնտեղ բոլոր պայմաններ կան, իհարկե այս փուլի համար, եթե մեզ հաջողվի առաջ գնալ, ապա պետք է նվազագույն երկրպագուների տրիբունա են պահանջում։ Այո, արդեն մեզ 3000-ն է, չէ՞, նվազագույնը։ Այնտեղ 1500-2000 է, բայց բանակցելուց է կախված ու մի որոշ ուրիշ բաներ էլ կան, բայց չեն թողի, եթե գնանք առաջ չեն թողի, պետքա վերադառնանք համալիր, հուսով եմ մինչև այդ ֆինանսական հարցերը կկարգավորվեն, որովհետև այս պահին դեռ հստակ չի ինչ ուր ենք շարժվում այդ առումով, էլի, որովհետև մենք նախկինում բազմիցս խոսել ենք, որ առանց պետական աջակցության անհնար է ունենալ ազգային հավաքական ու շարունակական ելույթներ ունենալ։ Բայց հիմա կարծես թե բավական քայլեր կատարվում են այնուամենայնիվ վարչապետի գավաթ բասկետբոլ երեխաների դպրոցահասակ եւ եթե դա սիրողական է ուղղակի, ապա 20 տարեկանների B խմբի Եվրոպայի առաջնություն, որ կայացավ Երևանում։ Իդեպ ինչ տվեց այդ մրցումը մեզ եւ արդյոք այն ըստ ձեզ ծառայեց իր նպատակին։ 20 տարեկաններ։ Այո։ Նախ տվեց լուրջ ճանաչում, շատ լուրջ ճանաչում, FIBA Եվրոպայի նախագահ եւ գլխավոր քարտուղարը այդ օրերին եկան Հայաստան, տեսան իրանց աչքերով, որ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով, շատ գոհ էին եւ ունեցան հանդիպումներ, ասացին, որ գնդակը արդեն ձեր դաշտում է։ Դուք պետք է հետագայում հասկանաք ինչ եք ուզում անել, մեր կողմից կարելի ասել կանաչ լույս կա։ Ճանաչում տվեց մեծ փորձ, մենք հասկացանք, որ նմանատիպ մրցաշարեր կարող ենք անցկացնել եւ կարող ենք շատ ավելի հանգիստ անցկացնել առանց մեծ սթրեսի, եթե շարունակական լինի։ Երկրին տվեց տնտեսական օգուտներ, ես գաղտնիք չի, ծախսվել է մոտ 240 միլիոն դրամ պետական բյուջեից եւ մոտավոր հաշվարկներով 800-ից 900 միլիոն դրամ туриզմով գումար է եկել, այսինքն մասնակիցները, նրանց ընտանիքներ, ծնողներ
այդ օրերին 21 երկիր էր ժամանել Հայաստան եւ տնտեսական առումով ինքը միանշանակ արդարացված է, քանի որ մենք արել էինք ամենաօպտիմալ տարբերակով, առանց որևէ ավելորդությունների, առանց ինչ որ չնախատեսված մեծ ծախսերի։ Տվեց այն, որ մեր մարզադահլիճները ստացան նոր գույք, ունեցան ժամանակակից գույք, ունեցան առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ գերժամանակակից լուսատախտակներ, որը 15 մարզաձև կարող է օգտագործել։ Միայն բասկետբոլը չէ, այսօր որ մարզաձևը ուզի, այդ լուսատախտակները կարող է միացնել ցանկացած մարզադահլիճում, ցանկացած մրցաշարի նման գույք չի եղել Հայաստանում, էլ կարիք չկա վարձակալել ինչ որ LED էկրաններ կպցնել իրար, արդեն ունենք ժամանակակից լուսատախտակներ եւ երկու զույգ։ Դա էլ նշեմ։ Միանշանակ սա զարգացման է բերում, թե բոլոր առումներով, թե տնտեսական, թե սպորտային, թե իմիջային, բայց պետք է կարողանանք պահպանենք սա։ Եթե այս առաջնությունը ցենց թողենք, ասենք լավ էր, անցավ մյուսը կազմակերպենք 15 տարի հետո, բնականաբար ամեն ինչ կորելու է։ Առաջնությունից զատ նաև հիմա առավել քան երբևէ բազմաթիվ հավաքականներ տարբեր տարիքային խմբերի մասնակցում են Եվրոպայի առաջնությունների։ Կարծես թե այնքան էլ վատ չէ իրավիճակը, կարծես թե երբեմն պարբերաբար, բայց հաջողություններ են լինում, ու դա նաև զգացվում է ազգային հավաքականի կազմը նայելիս։ Երբ 2016 թվականին մենք դարձանք փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն, Հայաստանից 1 հոգի կար պահեստայինների նստարանին։ Որ մեկը լիներ, էլի։ Դրսից էին, բոլորը դրսից էին։ Հիմա արդեն 3-4 հոգի հավաքականի անդամ են, ընդ որում մեկնարկային կազմի խաղացող։ Սա արդեն առաջընթաց է, սա արդեն անհնար է չնկատել, բայց եւս ինչքան է պետք, որ մենք կարողանանք օրինակ նույն Ավստրիայի հավաքականի հետ շատ ավելի լավ խաղալ։ Այն հավաքականի, որը Եվրոպայում միջակ հավաքական է։ Իհարկե համալրված բալկանյան բասկետբոլիստներով, որտեղ 80%-ը սերբ կամ խորվաթ էին ավստրիացիների, բայց հիմա դա կարողացել են, արել են, դա իրենց խնդիրն է։ Այնուամենայնիվ, ինչքան է եւս պետք ժամանակ եւ ինչ է նաեւ բացի ժամանակից ռեսուրսներ, որպեսզի մենք կարողանանք գոնե այդ մակարդակի բասկետբոլ ունենալ։ Դժվար է ժամկետներ նշել, ես մի քանի ուղղակի հանգամանք նշեմ։ Նախ պետք է ասել, որ այսօր նույն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները շատ ոգևորված են եւ փոքր տարիքից երեխաների կապը փորձում են պահեն Հայաստանի հետ, թե 16 տարեկանների, 18 տարեկանների, որ փոքրուց լինեն հայկական բասկետբոլում։ Նույն 2016 թվականին մենք խաղացողներին խնդրում էինք, այսօր մեծ խնդիրների առաջ ենք, որ ով դուրս մնա հավաքականից, որովհետև անսահմանափակ չի տեղերը։ Այսինքն նաև Սփյուռքում շատ լուրջ աշխատանք է տարվում եւ այդ մշակույթը զարգացավ, որ երեխան Սփյուռքում գիտի, որ ինքը ունի հավաքական, կարա գնա ներկայացնի հավաքական։ Կարծում եմ դրան նպաստում է նաև ձեր կողմից կազմակերպվող ուսումնամարզական հավաքները Միացյալ Նահանգներում եւ այնտեղի այդ ընկերական մրցաշարերը։ Ընկերական մրցաշարերը շարունակական է մասնակցությունը Եվրոպայի առաջնություններին, ինչ վերաբերում է տեղին, Ստեղ տեսեք, այս տարի բարեբախտաբար լավ առաջնություն ունենք, Ալիգայի պրոբասկետ ալիգան, մարտունակ թիմեր են հավաքվել, լավ հայ խաղացողներով են համալրված, նաև լեգիոներներ ունեն, նման առաջնությունները, եթե շարունակական լինեն, հակումները շատանան, բնականաբար դա էլ կտայի արդյունքը։ Ես մոտավոր հաշվարկ ունեմ, որ մինչև 2030 թվականը, եթե մենք պետական աջակցությունն է մի փոքր ավելանա, այդ թվում քաղաքներին, ոչ թե ֆեդերացիային, քաղաքներին օժանդակություն լինի, ամեն քաղաք, գոնե միջին քաղաքները Հայաստանի ունենան սպորտի հստակ մոտեցում, որ սպորտը բասկետբոլը այն մարզաձևն է, որ կան դահլիճներ, կարելի է նույն վարչապետի գավաթը ցույց տվեց, չէ՞ դա։
Մենք կարանք մինչև 2030 թվականը Հայաստանում ունենանք մոտ 11000 բասկետբոլով մարզվող։ Դրան զուգահեռ պետք է մարզիչների հետ աշխատանք տարվի, որը մենք հիմա անում ենք, Սեր մասնագետ կա, որը նաև գլխավորում է Ուրարտուն, բոլոր հիմա զեկույց է սարքում հայ մարզիչների մարզչական իրավիճակի վերաբերյալ։ Մենք կարանք ունենանք 11000 խաղացող, 11000 խաղացողի, եթե մենք ունենք 11000 գործող խաղացող, արդեն լրիվ ուրիշ հավաքականներ են ձևավորվել, լրիվ ուրիշ մարտունակություն։ Եվ այս առումով նույնպես ես պիտի հիշեմ, երբ 2017 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջնությունը ալիգա տեսքով, ուղղակի թիմեր կային, որ Հայաստանից բասկետբոլիստ չունեին։ Այո։ Եթե ունեին էլ ուղղակի պահեստայինների նստարանին նստած էին։ Այսօր միանգամայն այլ պատկեր է։ Այսօր մասնավորապես Ուրարտուի համար կարող եմ ասել, ընդամենը 3 լեգիոներ ունի թիմը, մնացածները բոլորը Հայաստանի բասկետբոլիստներ են, ընդ որում նրանցից 5-ը 16-17 տարեկան բասկետբոլիստներ, ովքեր կարողանում են մտնել խաղ եւ խաղ փոխել։ Խաղի արդյունքի վրա դրականորեն ազդել։ Սա արդեն իսկապես լավ ազդակ է։ Մենք ունենք 18 տարեկաների առաջություն, արդեն 3-րդ տարին անցկացվում է։ Տարիներ առաջ նման բան չենք էլ մտածում, որ կարող է լինել, բայց այսօր խաղացողների քանակ կա։ Բայց էլի, եթե կարողանանք քաղաքների հետ ճիշտ աշխատել, քաղաքները ունենան այդ կադրերը, իրանք էլ հասկանան, արդյոք ուզում են սպորտում լինել, բասկետբոլում լինել, որ այդ մասսայականությունը ապահովենք։ Ես համեմատություն անեմ մեր հարևան Վրաստանի հետ, ընդհանուր սպորտի առումով, էլի։ Վրաստանը վերջերս ըստ օֆիցիալ տվյալների Վրաստանում մոտ 250,000 մարզիկ կա գրանցված, որ սպորտով են զբաղվում, մոտ 10,000 մարզիչ կա, մենք դեռ շատ հեռու ենք այդ թվից։ Դրա համար Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հաղթում է Իսպանիայի հավաքականին։ Այո, հաղթում է Իսպանիային, հասնում է մինչև 4-րդ եզրափակիչ։ Հիմա եթե ընդհանուր սպորտի մոտեցումը նաև քաղաքները սկսեն աշխուժանան, տեսեք հիմա Արթիկը մասնակցում է բասկետբոլի բարձրագույն խմբին, բայց Արթիկում կա այդ ոգևորությունը ու տեղում մեծ աշխատանք են տանում։ Չեն ասում ինչ եք տալու, ինչքան եք օգնելու, որ խաղանք։ Մարդիկ ամբողջ տարին պայքարում են, որ այդ թիմը լինի ու լինում է։ Հիմա նույնը պետքա լինի մյուս մարզերում, մյուս քաղաքներում։ Մենք այս պահին մի քանի քաղաքների հետ բանակցում ենք, որ մյուս տարի մանկապատանեկան թիմեր մասնակցեն։ Պետքա իրանք էլ ներգրավեն, իրանք էլ հասկանան, որ պետքա այս ամեն ինչը մասնիկը դառնան, թե չէ։ Ես հարցեր իհարկե շատ ունեմ, պարոն Նազարյան, բայց ժամանակը սպառվում է, դրա համար հրավիրեմ տաղավար Մարիամին, գուցե հեռուստադիտողների հարցերի մեջ լինեն այնպիսիք, որ ես կուզեի ձեզ տալ։ Շատ խնդրեմ։ Մարիամ, հարցերը շատ են։ Բավականին։ Ես շատ բաներ չհասցրեցի հարցնել, գուցե դու լրացնես այդ բացը, խնդրեմ։ Փորձեմ։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Բարև ձեզ։ Որոնք են հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է ֆեդերացիան այսօր։ Ամենամեծ մարտահրավերը մարզադահլիճների այդ խնդիրներն են, որ տարբեր կառույցներ, կրթական հատկապես ամեն ինչ անում են, որ բասկետբոլի դահլիճները օգտագործվեն միայն այդ կառույցի անդամների կողմից, իսկ ազատ ժամերին չեն տրամադրում բասկետբոլի խմբակներին։ Եթե կարողանայիք ընտրել աշխարհի ցանկացած խաղացող նրան տեղափոխելու Հայաստանի հավաքական, ում կընտրեիք եւ ինչու։ Կընտրեի հայ ազգի խաղացող Կոնոր Էսեջյանին, որը ցավոք FIBA-ի օրենքներով դեռ չի համարվում հայաստանցի եւ նատուրալիզացված ստատուս ունի։ Կընտրեի նրան, քանի որ նա շատ է ուզում ներկայացնել Հայաստանը, տաղանդավոր խաղացող է, ամերիկյան ուսանողական առաջի դիվիզիոնի աստղ է։ Արդյոք ժամանակ գտնում եք սպորտով զբաղվելու, թե բասկետբոլը հիմա միայն որպես աշխատանք է։ Անպայման զբաղվում եմ սպորտով, շաբաթը գոնե 3 օր այցելում եմ ֆիթնես ակումբ եւ փորձում եմ պահպանել մարզավիճակը։ Բասկետբոլով չեք զբաղվում։ Բասկետբոլով երբեմն ուղղակի խաղում ենք ընկերներով, բայց զբաղվել ոչ։ Ինչպես է ֆեդերացիան աշխատում բասկետբոլի հանրայնացման ուղղությամբ, մեդիայի եւ սոցիալական ցանցերի միջոցով։
Մեր սոցիալական ցանցի էջերը բավական ակտիվ են եւ դրանց միջոցով փորձում ենք ավելի ակտիվացնել։ Հիմա օրինակ նոր այս տարվա մեր պատանեկան առաջնության թիմերը եւս մենք նրանց պահանջել ենք, որ սոցիալական էջեր ունենան եւ ժամանակ առ ժամանակ ֆեդերացիայի հետ համատեղ հրապարակումներ անեն, խոսքը վերաբերում է հատկապես 16 տարեկանների առաջնությունների մասին, որտեղ մեզ մոտ կանոնավոր առաջնություններ են ու փորձում ենք հնարավորինս շատ երեխաներ ներգրավել դրա միջոցով եւ դա բնականաբար առանց ակումբների մասնակցության անհնար է։ Եվ վերջին հարցս, ո՞րն է ձեր ամենասիրելի բասկետբոլային թիմը։ Ամենասիրելի բասկետբոլային թիմը, քանի որ հայկական թիմերն են ինձ հուզում, Հայաստանի առաջնության բոլոր մասնակիցներն էլ ինձ համար շատ կարևոր թիմեր են, բայց յուրահատուկ տեղ ունի Հատիսի կանանց թիմը, որի շնորհիվ ես ընդհանրապես սկսել եմ հետաքրքրվել բասկետբոլով։ Իսկ համաշխարհային բասկետբոլում այդպես նախընտրելի թիմեր չկան։ Շնորհակալ եմ։ Տղամարդկանց Ուրարտու թիմի հանդեպ չունեք համակրանք։ Ոչ, բոլոր տղամարդկանց թիմերը հավասար են։ Շնորհակալություն ազնիվ պատասխանի համար, շնորհակալություն ընդհանրապես այսօր այստեղ գտնվելու համար, սիրելի բարեկամներ, հյուրս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն էր, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։